Siz nasıl Karabağ'a girdiysek... Tek millet, tek bayrak, tek vatan, tek devlet. Türk'ün yolu Zengezur'dan, Karabağ'dan geçti. Եթերում իրական Թուրքիա նախագիծն է, բարև ձեզ։ Թուրքիայի իշխանամերձ Սաբահ թերթիկայքը գրում է, որ այդ երկրի ներկա տարածքում դեպի Հայաստանի հետ սահման տանող հատվածում Հիգդիրում սահմանի բացման նախապատրաստական աշխատանքները շարունակելով ճանապարհին տեղադրվել են դեպի Ալիջան սահմանային անցակետ տանող ճանապարհային ցուցանակներ։ Ըստ թուրքական լրատվամիջոցի սա համարվում է կարևոր ցուցիչ տարածաշրջանում շարժունակության համար եւ տեղանունների ցուցանակների տեղադրման նպատակն է դեպի անցակետ տանող ճանապարհն ավելի տեսանելի դարձնել վարորդների համար, դեպի այն անցակետ, որն առաջարկում էին կոչել Թալյաթի պատվին։ Իրական Թուրքիա նախագծի այս թողարկմանը դիտեք։ Թուրքիայի ռազմավարական օրիենտացիան Հայաստանը, Թուրքիան եւ Ադրբեջանը մեկ պաշտպանական պակտում կարող են հայտնվել։ Kafkaslardaki anlaşma sonrası inşallah şu anda ateşkes var. Güzel işleyen bir ateşkes. Ermenistan, Azerbaycan. Հայաստանի մեկուսացման թուրքական միֆը թուրքական կողմում կա սպասում, որ Սյունիքում շուտով առաջընթաց կլինի։ Gerçekten burası Trump koridoru ya da Zengezur koridoru. Պանթյուրքիզմը Էրդողանական Թուրքիայի կատարմամբ թուրքերը հավակնում են միավորվել եւ աշխարհն իրենց ձեռքը վերցնել։ Հայաստանը հրաժարվում է հայկական սփյուռքից։ Biz dedi bir araya gelsek dünyayı avucumuza alır. Evet. Bak Türk Birliği. Եվ հարցազրույց այսօր Աբհինավ Բանդյա Հուսանաս հիմնադրամի հիմնադիր քաղաքագետ Հնդկաստան Թուրքիայի խալիֆայական երազանքի եւ թուրանական միջանցքի դեմ Հնդկաստանի նույնիսկ ռազմական ներկայություն Հարավային Կովկասում India must I would say have its presence maybe let's say through a military presence, economic presence, intelligence presence in this region in the Zangezur corridor. Եվ այսպես Թուրքիայի միանգամից երկու նախարարներ արտաքին գործերի եւ տրանսպորտի ու ենթակառուցվածքների խոսել են Հայաստանի մասին։ Նախ Հաքան Ֆիդան Թուրքիայի պետական Անադոլուի եթերում 1 ժամից ավելի պատասխանել է այդ երկրի արտաքին օրակարգերին վերաբերող հարցերին ու 4 անգամ խոսել Հայաստանի մասին։ Առաջինը, երբ նրան հարցրել էին ՆԱՏՕ-ում պարտավորությունների եւ 2 շաբաթ առաջ Մեքայում կնքված եռակողմ Թուրքիա, Պակիստան, Սաուդյան Արաբիա պաշտպանական պակտի հնարավոր հակասությունների մասին։ Ֆիդանը վստահեցրել է, թե հակասություններ չկան ու փորձելով բացատրել, թե ինչու, ներկայացրել է իր իսկ ձևակերպմամբ Թուրքիայի ռազմավարական կողմնորոշումը ու անուղղակի հայտարարություն արել, որն ամենաուղիղ կերպով առնչվում է Հայաստանին։ Bölgesel sahiplenmeye dayalı bölgesel güvenlik mimarisini ki մենք այստեղ փորձում ենք զարգացնել տարածաշրջանային անվտանգության ճարտարապետություն հիմնված տարածաշրջանային պատասխանատվության վրա եւ ինչպես գիտեք մենք ամուր ներկայություն ունենք 3-4 ռազմավարական վայրերում bizim konuşmalarımız var, tartışmalarımız var. Türkiye coğrafyası itibariyle Kafkaslar, Orta Doğu, Karadeniz, Akdeniz ve Balkanlar üzerinden Avrupa, daha geniş Avrupa coğrafyasına yönelik. Մենք պետք է դա անենք նաև Եվրոպայում։ Ինչպես գիտեք, մենք քննարկումներ եւ բանավեճեր ենք ունենում այն մասին, թե ինչ կարող ենք անել Եվրոպայի հետ անվտանգության ճարտարապետության մասով։ Թուրքիան իր աշխարհագրական դիրքի շնորհիվ ռազմավարական կողմնորոշում ունի դեպի Եվրոպա եւ ավելի լայն եվրոպական աշխարհագրություն, Կովկասի, Մերձավոր Արևելքի, Սև ծովի, Միջերկրական ծովի եւ Բալկանների միջոցով։ Ֆիդանի այս հայտարարությունը ոչ միայն Հայաստանի, այլև Հայաստան-Եվրամիություն հարաբերությունների մասին է։ Այն Եվրամիության, որի անվտանգությունն ապահովողի դերին է հավակնում Թուրքիան, հատկապես Իրանում պատերազմի ֆոնին, ՆԱՏՕ-ում, Միացյալ Նահանգների եւ եվրոպական երկրների լարվածության պատճառով։ Avrupa güvenlik mimarisine dahil olduk. Մենք դարձանք եվրոպական անվտանգության ճարտարապետության մաս եւ ականատես եղանք Մերձավոր Արևելքից ցակող բոլոր խնդիրներին, որովհետեւ մեզնից բացի ՆԱՏՕ-ի ոչ մի այլ երկիր սահման չունի Մերձավոր Արևելքի հետ։ Մենք այս դասը քաղեցինք, վերլուծեցինք այն։ Նույնը Կովկասի պարագայում էր։ Aynı şekilde Kafkaslar. Մերձավոր Արևելքում Թուրքիան հասավ Սիրիային, Հարավային Կովկասում Արցախին, Ֆիդանի խոսքով Թուրքիան ունի ոչ թե մեկ, այլ մի քանի ռազմավարական ռեգիոններ, ավազաններ, եւ դրանցից յուրաքանչյուրում դիրքերն ու պայմանները տարբեր են, ինչը նշանակում է, որ յուրաքանչյուրի համար Թուրքիան պետք է մշակի անվտանգային ու տնտեսական առանձին մեթոդներ։ Հայաստանին առնչվող Թուրքիայի պլանը ըստ Ֆիդանի եւ շատ դիվանագիտական ձևակերպմամբ։ Kafkaslardaki anlaşma sonrası inşallah
Şu anda ateşkes var. Güzel işleyen bir ateşkes. Ermenistan, Azerbaycan kalıcı barış anlaşmasına doğru ilerliyorlar. Ve biz bunu destekliyoruz. Bunu desteklerken kafamızda bir güvenlik ve ekonomik Կովկասում համաձայնագրից հետո հիմա հրադադար է, գործող հրադադար։ Հայաստանն ու Ադրբեջանը շարժվում են դեպի մշտական խաղաղության համաձայնագիր, եւ մենք աջակցում ենք դրան։ Աջակցելով դրան, մենք մտքում ունենք անվտանգության եւ տնտեսության ճարտարապետության հեռանկար։ Որն է այդ հեռանկարը? Ֆիդանին հարցնում են ուղիղ, ինչպես Պակիստանի եւ Սաուդյան Արաբիայի հետ Մեքքայի պակտն է։ Հնարավոր է, որ Հարավային Կովկասի ու Կենտրոնական Ասիայի մասով էլ նույնը լինի։ Կարող է նմանատիպ միկրոպաշտպանության պայմանագիր լինել Կովկասի, Կենտրոնական Ասիայի տարածաշրջանում։ bunlar gerektiği zaman inşa edilebilir. Կարող է անհրաժեշտության դեպքում։ Կարող եք պատկերացնել Հայաստանին, Թուրքիային եւ Ադրբեջանին պաշտպանական մեկ համաձայնագրի մեջ։ Այն, որ Ադրբեջանն է Հայաստանի անվտանգության երաշխավորը եւ հակառակը Հայաստանում լսել ենք։ Ադրբեջանի երաշխավորը անվտանգության ամենամեծ Հայաստանի Հանրապետությունն է։ Իսկ Հայաստանի Հանրապետության երաշխավորը Ադրբեջանն է։ Այնպես որ եթե Թուրքիային անհրաժեշտ լինի Հայաստանը կլանել Ադրբեջանի հետ պաշտպանական ֆորմալ անունը կրող որևէ համաձայնագրի մեջ, Հայաստանում ներկա կառավարության պարագայում դա հնարավոր է։ Մնում է հասկանալ, ինչու կարող է Թուրքիայի համար նման անհրաժեշտություն առաջանալ։ Գուցե Հայաստանին իր բնական դաշնակիցներից կտրելու համար մի կողմ դնենք անգամ Ռուսաստանը, օրինակ Իրանից, որովհետև Թուրքիան եւ Ադրբեջանն այսպես թե այնպես ունեն այդ պաշտպանական պակտը։ Շուշիի հռչակագիր են կոչել։ Եվ որովհետև Ֆիդանի քիչ առաջ նշածը դեպի Եվրոպա եւ եվրոպական ավելի լայն աշխարհագրություն, ներառյալ Հարավային Կովկաս եւ Կենտրոնական Ասիա իրագործելու համար Թուրքիային պետք է անխոչնդոտ կապ Հայաստանի տարածքով Կենտրոնական Ասիայի հետ, որի մասին էլ խոսել է Թուրքիայի տրանսպորտի եւ ենթակառուցվածքների նախարարը հերթական անգամ։ Աբդուլ Քադիր Ուրալօղլուն Թուրքիայի խոշորագույն իշխանամերձ հեռուստաալիքի եթերում է մանրամասն խոսել այդ երկիրը միջանցքների հաբի վերածելու էրդողանական հավակնության մասին եւ խոսքը իհարկե հասել է Հայաստանի տարածքին։ Ուրալօղլուն ասել է Զանգեզուրի միջանցք դրսևորելով զսպվածություն ու զերծ մնալով Թուրանի միջանցք ձևակերպումից ու հայտարարել թուրքական կողմում կա սպասում, որ շուտով առաջընթաց կլինի Սյունիքում։ Չինաստանից Եվրոպա տանող ամենակարևոր այլընտրանքային ուղիներից մեկը միջին միջանցքն է։ Դուք աշխատում եք այնտեղի թողունակությունը մեծացնելու ուղղությամբ։ Նախ ես կցանկանայի հարցնել, թե ինչ նշանակություն ունի այս ուղին Թուրքիայի համար։ Bu hattın Türkiye açısından anlamı, önemi nedir? Şöyle burada tabii yani Çin odaklı aldığımızda ya da uzak doğu odaklı aldığımızda ille Çin'de almamız gerekmiyor. Birkaç tane alternatif güzergah var. İşte bir kuzey geçişi var. Երբ մենք կենտրոնանում ենք Չինաստանի վրա, պարտադիր չի ասենք Չինաստանի, թող լինի հեռավոր արևելքի վրա։ Կան մի քանի այլընտրանքային երթուղիներ՝ հյուսիսայինը, հարավայինը եւ միջին միջանցքը։ Միջին միջանցքով տարանցման ժամանակը ներկայում մոտ 18 օր է։ Yani bunun 14 güne kadar düşürülmesi mümkün. Baktığımızda en hızlı koridor burası. Հնարավոր է այն կրճատել մինչև 14 օր։ Այն ամենաարագ միջանցքն է։ Եթե խոսքը հեռավոր արևելքից եկող բեռի մասին է, որի նպատակակետը Լոնդոնն է կամ Եվրոպան, այն փաստը, որ կարող է տեղ հասնել 14 օրում, արժեքավոր է։ Հետևաբար մենք պետք է շտկենք նաև այս միջանցքին առնչվող որոշ խոչընդոտներ։ Իհարկե, սա Կասպից ծովի տարանցիկ ուղին է, եւ մենք գիտենք, որ այնտեղ ներդրումներ կան ափամերձ երկրների կողմից, հիմնականում Ադրբեջանի եւ Թուրքմենստանի կողմից։ Մենք գիտենք, որ կան ջանքեր հզորությունը մեծացնելու համար եւ մենք հետևում ենք դրանց։ Hat kapasitesi. Սակայն Կասպից ծովը հատելուց հետո կարող եմ ասել, որ գծի հզորությունը ցածր է, հատկապես ադրբեջանական եւ վրացական կողմում։ Son zamanlarda Trump geçişi olarak, Trump koridoru olarak anlatılan koridor, işte Zengezur olarak da aynı zamanda tanımladığımız koridorla ilgili de biz հետևաբար այլընտրանքային ուղի ստեղծման առումով, որը վերջերս անվանել է Թրամփի ուղի կամ Թրամփի միջանցք, որը հայտնի է նաև որպես Զանգեզուրի միջանցք, մենք սկսել ենք աշխատանքները թուրքական կողմում։ Ադրբեջանական կողմը եւս շարունակում է։ Ադրբեջանը նախատեսում է սկսել աշխատանքները Նախիջևանի կողմում եւ շուտով որոշակի առաջընթաց կլինի այն միջանցքում, որը կանցնի Հայաստանի տարածքով։ Արցախում պատերազմից եւ
օկուպացիայից առաջ Թուրքիայի պետական քարոզչությունը Հայաստանը մեկուսացնելու մասին էր։ Փորձում էին համոզել, թե ոչ մեկին պետք չէ Հայաստանը, թե իրենք միջանցքներ կկառուցեն, շրջանցելով Հայաստանի տարածքը ու մեկուսացնելով Հայաստանը։ Այսօր արդեն թուրքերը խոստովանում են, Հայաստանը շրջանցող միջանցքները իրենց չեն բավարարում։ Իհարկե սա չեն անում, որովհետև անկեղծանում են, այլ որովհետև օրինակ պետք է հիմնավորել Հայաստանի տարածքով անխոչնդոտ միջանցքի ֆինանսավորումը։ Փաստն այն է, որ Հայաստանի տարածքը Թուրքիայի համար ունի կենսական նշանակություն ու սա միաժամանակ եւ լավ եւ վատ լուրն է մեզ համար, կախված նրանից, թե ինչպես կարող է վարվել Հայաստանը դրա հետ։ Bütün bunlara ilave tabii bizim Պարոն նախարար, այս ամենից բացի մենք ունենք նախագծեր, որոնք կապահովեն անխոչնդոտ կապ Թուրքիայի եւ Ադրբեջանի միջև ցամաքային եւ երկաթուղային տրանսպորտի առումով։ Մենք միշտ այս ամենը կարևորում ենք Չինաստանից Եվրոպա ձգվող առևտրի կամ Պարսից ծոցից Եվրոպա ձգվող առևտրի կոնտեքստում, բայց իրականում կան նաեւ առավելություններ, որոնք Թուրքիան կստանա թուրքական աշխարհի հետ առևտրի եւ տրանսպորտային կապի առումով։ Երբ մենք հարցին նայում ենք այս տեսանկյունից, ինչ կստանա ռազմավարական առավելությունների առումով, մասնավորապես ինչ օգուտ կունենանք Թուրքիայի եւ Ադրբեջանի միջև այս անխոչնդոտ կապն ապահովելով։ o kesintisiz hatların sağlanmasının bize kazanımı ne olacak? Biraz önce bahsettiğimiz arkadaşlar da getirdi. Gerçekten burası Trump koridoru ya da Zengezur koridoru. Burayı bitirdiğimiz zaman işte hemen zaten Nahçıvan özerk bölge. Սա իրականում Թրամփի միջանցքն է կամ Զանգեզուրի միջանցքը։ Երբ մենք սրա իրագործումն ավարտենք, Նախիջևանով անմիջապես ուղիղ կհասնենք Ադրբեջան։ Դրանից հետո Կասպից ծովից այս կողմ ամբողջությամբ թուրքական աշխարհն է։ Այնտեղ մենք կրկին հնարավորություն կունենանք ճանապարհորդելու ավելի մեծ տարողունակությամբ, անխոչնդոտ գծով։ Իհարկե, այն հիմնականում բեռնափոխադրումների համար է, բայց հատկապես կցանկանայի ասել, որ շատ լուրջ ներուժ կունենա նաև ուղևորափոխադրումների առումով։ Եվ Թուրքիայի տրանսպորտի ու ենթակառուցվածքների նախարարը նորից նշում է ժամկետ, թե երբ կբացվի Հայաստանի տարածքով Թուրքիայի համար ռազմավարական նշանակություն ունեցող անխոչնդոտ ուղին։ Yani burada da bir herhalde 3-4 senede, bilemediniz 5 senede bu güzergahda işlevsel hale getirmiş olacak. Հավանաբար այս երթուղին կգործարկենք 3-4 տարի հետո, գուցե առավելագույնը 5 տարի հետո։ Կարևոր է նկատել, որ 1 տարի առաջ էլ այս նույն հուրալողլուն նշում էր նույն ժամկետները։ Սա նշանակում է, որ թուրքական կողմում նկատում են միջանցքային գործընթացները ձգձգվում են։ Ջղաձգումներ դեռ ցույց չեն տալիս, բայց դրանք էլ շուտով կլինեն, որովհետև թուրքերի համար կարող է ամեն ինչ ավելի բարդ լինել, եթե Թրամփի ուղու հարցը մնա Թրամփին հաջորդող ամերիկյան վարչակազմի սեղանին։ Պանթուրքիզմը Էրդողանական Թուրքիայի կատարմամբ կամ ինչպես են Թուրքիայում ամենառեյտինգային հեռուստաալիքի եթերում հայտարարում, թե թուրքերին որոշ գաղափարներով փորձել են բաժանել, բայց հիմա եկել է ժամանակը, որ բոլոր թուրքերը միավորվեն։ Şu kavramlardan kurtulalım. Suriye Türkmen, Irak Türkmen, ya Türkmen, Türkiye yok böyle şeyler. Եկեք ազատվենք այս խոսույթից։ Սիրիացի թուրքմեն, իրաքցի թուրքմեն, չկա նման բան։ Սիրիայի թուրք, Իրաքի թուրք, Ադրբեջանի թուրք, Թուրքիայի թուրք, բոլորը թուրք են։ Մեզ բաժանել են նման խոսույթի միջոցով թուրքերի մեջ, բայց հիմա այս ամենը պետք է շտկենք։ Որքանով են Թուրքիայում թուրքերը ճանաչում այն թուրքական աշխարհը, որն ուզում են միավորել ու առաջնորդել, ընդունում են ոչ բավականաչափ ու դրա լուծումն են առաջարկում։ Պետք է ներդրումներ լինեն, Թուրքիան պետք է ընդլայնի պատմակեղծարարության մասշտաբները, ձևավորի մեկ ընդհանուր պատմություն բոլոր թուրքերի համար։ Şimdi bizim önceliğimiz birleşip Հիմա մեր առաջնահերթությունը միավորվելն է։ Արդեն քանի տարի փառք Ալլահին։ Գալն ու գալը հնարավոր է։ Իհարկե պետք է շատ ավելի լավ լինի, պետք է ինտենսիվ լինի։ olması lazım. Bunun da başka tarafları da var. Onları da belki az sonra konuşuruz. Kırgızistan, Özbekistan Qırğızստանն ու Ուզբեկստանն ուզում են մերձենալ Թուրքիային եւ Թուրքիայի թուրքերին, բայց կարծես Թուրքիայում մարդիկ տեղյակ չեն, թե ինչ է կատարվում այդ տարածաշրջանում։ Մեզ պետք են համատեղ ֆիլմեր, որոնք կտարածվեն աշխարհով մեկ։ Մեզ պետք են մեր պատմության մասին համատեղ դիրքորոշումներ
պատմություններ, որոնք կներկայացվեն աշխարհին, որոնց մասին ֆիլմեր կնկարահանվեն, կցուցադրվեն կինոթատրոններում եւ ամենուր։ Beraber yapımımızın olup da dünyaya bunun gösterilmesi, sinemalara girmesi. Ցուցադրում են Ստամբուլի փողոցներում արված հարցում հարցվողներից ոմանք չեն կարողանում անգամ նշել, թե որոնք են թուրքական պետությունները։ Սա մեկնաբանում են որպես առաջարկված քարոզչությունն ավելի ինտենսիվ դարձնելու հիմք։ Իհարկե հնչում է նաև արդեն իսկ արված քարոզչության հետևանքը։ Türkiye milletlerimiz birleşseydik avucumuzda bütün dünya olurdu. Եթե թուրքական ազգերը միավորվեին, ամբողջ աշխարհը մեր ձեռքերում կլիներ։ Azerbaycanlı mısın? Երբ որևէ տեղ հանդիպելիս միշտ հասկանում ենք իրար, անկախ նրանից ուզբեկ ենք թե ադրբեջանցի, մեր սրտերը անմիջապես տաքանում են միմյանց համար։ Bilen de çıktı ama çoğu bilmedi, sayamadı. Իմացողներ եղան, բայց մեծ մասը չգիտեր, չկարողացավ թվել թուրքական պետությունները։ Senelerden beri söylüyorum. Ders kitaplarında. Առաջին խնդիրը սա է, տեսեք, ես տարիներ շարունակ ասում եմ, քանի որ մենք դասագրքերում չափազանց շատ մանրամասներ ենք ներկայացնում, չենք կարող սովորեցնել այն, ինչ ուզում ենք, ինչ կարևոր է 100 էջանոց պատմության դասագրքի փոխարեն, եկեք ունենանք 10 էջ, որի մասին պարտադիր հարց կլինի բոլոր քննությունների ժամանակ։ Մենք այս բաները պետք է սովորեցնենք պարզ, հարմար եւ հեշտ տարբերակով։ Բացի այդ, իմ խորհուրդը Թուրքիայի երիտասարդներին հետևյալն է. գնացեք թուրքական աշխարհը տեսեք։ Այսօր արտասահման գնալը, ճանապարհորդելը եւ ուսումնասիրելը շատ թանկ չէ։ Մեր երիտասարդների մեծամասնությունը չի շրջագայել անգամ Թուրքիայում։ Թուրքիան պարզ ու հարմարավետ պատմություն թելադրելու առաջին քայլն արդեն արել է։ Ամիսներ առաջ կայացված որոշմամբ Թուրքիայի պատմության դասագրքերում Կենտրոնական Ասիա եզրի փոխարեն պաշտոնապես գրվում է Թուրքեստան։ Ավելին, առաջարկում ենք տեսնել, թե որպես այս քննարկման եզրահանգում ինչն են ընդգծում ու ինչպես։ Թուրքերը հավակնում են աշխարհն իրենց ձեռքը վերցնել։ Bir kadıncağız çok güzel sokak röportajında bir laf etti. Dedi ki biz dedi bir araya gelsek dünyayı avucumuza alırız. Evet. Bak Türk birliği. Şimdi Atatürk'ün şeyi vardır ya geçmişini bilmeyen geleceğine yön veremez diye. Միկին փողոցային հարցումներում շատ լավ բան ասաց։ Եթե մենք միավորվենք, ապա կարող ենք աշխարհը մեր ձեռքը վերցնել։ Տեսեք, ասում ենք թուրքական միասնություն։ Աթաթուրքն է ասել, նրանք, ովքեր չգիտեն իրենց անցյալը, չեն կարող ձևավորել իրենց ապագան։ Իսկ ինչ կլինի, եթե միավորվեն հայերը եւ չմոռանան իրենց անցյալը։ Պատմական Հայաստանին իրական Հայաստան հակադրող իշխանության կառավարման այս փուլում առայժմ հայերին Հայաստանում եւ Սփյուռքում բաժանելու ինտենսիվ գործընթացի անկականատես լինում, ընդ որում ոչ թե Թուրքիայի եւ Էրդողանի կատարմամբ, ինչին սովորենք, այլ Հայաստանի Հանրապետության ազգային ժողովի ամբիոնից իշխանական խմբակցություն ներկայացնող падգամավորի։ Եվ ինչու են հայերին իրենց անցյալը մոռանալ պարտադրում, որ չկարողանան ապագան ձևավորել։ Իրական Թուրքիա նախագծի երկրորդ մասում հարցազրույց է այսօր Աբհինավ Պանդյա, ուսանած հիմնադրամի հիմնադիր, քաղաքագետ Հնդկաստանից։ Թուրքիայի խալիֆայական երազանքը, որի ուղղությամբ գործնական քայլեր են արվում, սպառնալիք է ոչ միայն Հայաստանի, այլև Հնդկաստանի համար։ Հնդիկ քաղաքագետը կարծում է, որ Թուրքիա-Պակիստան գործակցությանը պետք է պատասխանել Հայաստան-Հնդկաստան դաշնակցությամբ եւ Հնդկաստանի ուղերձը Հայաստանին ու Թուրքիային պետք է հստակ քայլով լինի, ճանաչելով հայոց ցեղասպանությունը։ Ավելին, Հայաստանի տարածքով Թուրքիայի անխոչնդոտ անցումը, որը թուրքերը բացահայտ արդեն Թուրանի միջանցք են կոչում, Հայաստանի համար պակաս ռիսկային կլինի, եթե Հնդկաստանը եւս ներգրավվի այդ նախագծում, կարծում է հնդիկ քաղաքագետը, նկատելով, որ Հնդկաստանի ներկայությունը Հարավային Կովկասում կարող է լինել անգամ ռազմական։ Thanks once again for joining us. Thanks for your time and of course շնորհակալ եմ մեզ միանալու ձեր ժամանակի համար եւ իհարկե այստեղ Հայաստանում մենք կարդացել ենք ձեր հոդվածն այն մասին, որ Հնդկաստանը պետք է ճանաչի հայոց ցեղասպանությունը։ Այն գրել եք Իսրայելի ճանաչման արդեն չեղարկված նախաձեռնության ֆոնին։ Խնդրում եմ բացատրել, թե ինչ է ընկած ձեր դիտարկման հիմքում եւ ինչու Հնդկաստանը դեռ չի ճանաչել հայոց ցեղասպանությունը։ Thank you very much for inviting me. It's always a pleasure to be on your show. And so, yes, I mean, I've always believed that India must recognize Armenian genocide. Շնորհակալ եմ հրավերի համար։ Ես միշտ եմ կարծել, որ Հնդկաստանը պետք է ճանաչի հայոց ցեղասպանությունը, եւ դրա համար կան մի քանի պատճառներ։ Նախ, Հնդկաստանը ժողովրդավարական երկիր է։ Հնդկաստանը մեծ հարգանք ունի մարդու իրավունքների, լիբերալ արժեքների նկատմամբ։
եւ լինելով ժողովրդավարական երկիր, լինելով երկիր, որն առաջնային է համարում մարդու իրավունքները, լիբերալ արժեքները, խաղաղությունն աշխարհում եւ լինելով երկիր, որը միշտ եղել է անկողմնակալ, այլ ոչ թե միացել է որոշ դաշինքների, պետք է հաշվի առնի հայերի դեմ գործված այդքան մեծ մարդկային աղետը։ Եթե Հնդկաստանը չի ճանաչում այդ ցեղասպանությունը, ապա դա պարզապես մեծ հարցականի տակ է դնում Հնդկաստանի ժողովրդավարությունն ու հեղինակությունը։ Հարցականի տակ կդրվեն Հնդկաստանի բարձր հանձնառությունները մարդու իրավունքների պաշտպանության հարցում։ Մանավանդ, որ Հնդկաստանն էլ իսլամական ահաբեկչության զոհ է եղել Ջամմու եւ Քաշմիրում, որտեղ հինդու փոքրամասնությունները կոտորվել են, ցեղասպանության են ենթարկվել ոչ միայն Ջամմու եւ Քաշմիրում, այլև մեր երկրի այլ մասերում, Հնդկաստանի 1200-ամյա տարածքում։ Այսպիսով պարզապես Թուրքիայի հետ իր բարեկամական կապերը պահպանելու համար To keep its ties cordial with Turkey, India has been refraining from recognizing this Armenian genocide. But let me tell you, Turkey has been supporting Pakistan for decades. Հնդկաստանը ձեռնպահ է մնացել հայոց ցեղասպանությունը ճանաչելուց, բայց թույլ տվեք ասել, որ Թուրքիան տասնամյակներ շարունակ աջակցել է Պակիստանին։ Մեզ անգամ որոշ տեղեկություններ են հասել, որ Քաշմիրում գործող ահաբեկչական խմբավորումները աջակցություն են ստացել նաև Թուրքիայում գտնվող կազմակերպություններից։ Եվ Թուրքիան նաև աջակցել է այս տարածաշրջանում արմատական գաղափարների տարածման նախաձեռնություններին, որպես իր նոր խալիֆայության երազանքի մաս։ Այս կերպ Հնդկաստանի ռազմավարական շահերը չեն համընկնում Թուրքիայի շահերի հետ։ Ավելացնեմ, որ նույնիսկ անցած տարեվերջին Սինդուր գործողության ժամանակ թուրք ռազմական խորհրդականները աջակցել են Պակիստանին։ Փաստացի նրանք ներկա են եղել Պակիստանի կողմից օկուպացված Քաշմիրում։ Շատ տվյալներ կան այն մասին, որ Թուրքիան անօթաչուներ է մատակարարել Պակիստանին։ Պակիստանը թուրքական անօթաչուներ է գործածել Հնդկաստանի դեմ։ Drones to Pakistan. Pakistan used Turkish drones against India. So India has no reason, no strategic reason to not recognize Armenian genocide. Thirdly, Այսպիսով, Հնդկաստանը ոչ մի ռազմավարական պատճառ չունի չճանաչելու հայոց ցեղասպանությունը։ Երրորդ, Հնդկաստանը կառուցել է ամուր պաշտպանական եւ ռազմավարական գործընկերություն Հայաստանի հետ։ Եթե Հնդկաստանը ցանկանում է ամրապնդել եւ բարելավել այս գործընկերությունը, ապա անշուշտ պետք է անդրադառնա Հայաստանին մտահոգող այս հարցին, որն այդքան կարեւոր է հայերի սրտերի եւ մտքերի համար։ Այսինքն, եթե դուք չեք ճանաչում հայոց ցեղասպանությունը, ապա նշանակում է, որ պատրաստ չեք ընդունել այնտեղի բնակչության կրած ցավը։ Հետևաբար չեք կարող պնդել, որ Հայաստանի բարեկամն եք։ Then you cannot claim to be a so-called great friend of Armenia. Հստակեցնենք, Հնդկաստանում կան նկատելի մտահոգություններ Թուրքիա-Պակիստան հարաբերությունների վերաբերյալ, թե ձեր կարծիքով պետք է լինեն։ Or there should be concerns. So there are concerns regarding the Արդեն իսկ կան մտահոգություններ Թուրքիայի եւ Պակիստանի միջև զարգացող կապերի վերաբերյալ։ India's case, things have been rather complex when it comes to foreign policy matters. There is a segment in the Indian diplomatic establishment which believes that Հնդկաստանի դեպքում իրավիճակը բավականին բարդ է եղել արտաքին քաղաքականության հարցերում։ Մեր դիվանագիտական շրջանակներում կա մի հատված, որը կարծում է, Հնդկաստանն ունի մեծաթիվ մուսուլմանական բնակչություն եւ պետք է ամուր կապեր պահպանի արաբական աշխարհի եւ Թուրքիայի նման երկրների հետ, որոնք պատմական կապերի պատճառով հսկայական ազդեցություն են ունենում Հնդկաստանի իսլամադավան հոսանքների վրա։ Այնուամենայնիվ, երբեմն նրանք պարզապես չափն անցնում են եւ երբեմն լիովին անտեսում են անգամ Հնդկաստանի հիմնական անվտանգային եւ ռազմավարական շահերը։ Այդ երկրներից որոշները ուղղակիորեն կամ անուղղակիորեն աջակցում են Հնդկաստանի իսլամիստ դերակատարներին, որոնք սպառնում են Հնդկաստանի տարածքային ամբողջականությանը եւ ինքնիշխանությանը, Հնդկաստանի բազմամշակութային ազատական արժեքներին եւ հնդկական ժողովրդավարությանը։ Այնուամենայնիվ, այս դիվանագետների եւ քաղաքագետների, ռազմական փորձագետների, վերլուծական կենտրոնների, լրագրողների, հանրային գործիչների, մտավորականների մի զգալի մասը դա չի ընդունում։ Նրանք պնդում են, թե պետք է առաջնահերթություն տան Թուրքիայի հետ կապերին, սակայն վերջերս Թուրքիան արդեն բացահայտորեն աջակցում է Պակիստանին։ Ինչպես նաև մենք կանգնած ենք փաստի առաջ, որ Հնդկաստանի դեմ իսլամական մարտահրավերը, ահաբեկչական մարտահրավերը ինտենսիվության առումով ուժեղացել են, եւ Հնդկաստանի եւ Պակիստանի հարաբերությունները վատթարացել են, ստեղծելով այնպիսի պայմաններ, որոնց մասին Հնդկաստանը պետք է լրջորեն մտածի։ Կասեի, որ պետք է ստեղծեք հակակշիռներ այն երկրներին, ինչպիսիք են Թուրքիան, Պակիստանը, ինչպես նաև արաբական երկրները, Սաուդյան Արաբիան։ Առաջին քայլերն ուրվագծվում են։
Հնդկաստանն արդեն համակարգ է կառուցում կամ ստեղծում, կամ գոնե փորձում է համակարգի մաս լինել Ֆրանսիայի հետ, Իսրայելի հետ, որոնք փորձում են Թուրքիային զսպել Միջերկրական ծովում։ Կարծում եմ, եթե Հնդկաստանը ճանաչի Հայոց ցեղասպանությունը, ապա դա մեծ ուղերձ կլինի Թուրքիայի դեմ տեղեկատվական պատերազմի տիրույթում։ In the information war domain against Turkey, and it will produce a narrative. It will bring. We have been witnessing Մենք ականատես եղանք, թե ինչպես արձագանքեց Թուրքիան, երբ Իսրայելը նախաձեռնեց ցեղասպանության ճանաչումը։ Հիմա իհարկե նույնիսկ չափազանցություն է դա նախաձեռնություն կոչելը։ Իսրայելի կառավարությունից մի քանի հայտարարություն եղավ, եւ Թուրքիան բավական կոշտ արձագանքեց։ Կարծում եք, եթե Հնդկաստանը քայլ անի Թուրքիայի հետ, նմանատիպ սկանդալ կլինի, եւ որ ամենակարևորն է, Հնդկաստանը պատրաստ է Թուրքիայի արձագանքին։ 2 or 3 years ago, if anyone had even raised the idea of Israelis recognizing Armenian genocide, he or she would have been branded as some kind of an insane, irrational thought leader. Այո, նախ 2-3 տարի առաջ, եթե որևէ մեկն ասեր, թե Իսրայելը քայլ կանի Հայոց ցեղասպանությունը ճանաչելու ուղղությամբ, ապա նրան խելագար կամ իրացիոնալ կհամարեին Իսրայելի եւ Ադրբեջանի ամուր կապերի պատճառով։ Բայց այսօր Թուրքիայի եւ Իսրայելի հարաբերություններն այնքան են վատթարացել, որ լարվածությունն ու անհամաձայնությունները հստակ տեսանելի են, այնքան որ նույնիսկ Իսրայելը չի խուսափում քայլ անել Հայոց ցեղասպանության ճանաչման ուղղությամբ։ Հիմա հերթը Հնդկաստանինն է։ Անշուշտ մենք տեսանք, որ Էրդողանի կողմից կոշտ արձագանք եղավ Իսրայելին, եւ դա բավական կանխատեսելի էր։ Ընդհանրապես ամեն ինչ այնքան լարված է, որ անգամ կարող ենք չբացառել ուղակի կամ անուղակի ռազմական էսկալացիա այդ երկու երկրների միջև։ Escalation between the two countries. Likewise, if India is expected to do that because India is great friends with Israel. And certainly India claims to be a great democratic country. Նույն կերպ Հնդկաստանը պետք է պատրաստ լինի Թուրքիայի արձագանքին, մանավանդ որ Հնդկաստանը նաև Իսրայելի լավ բարեկամն է։ Եթե Հնդկաստանը ճանաչի Հայոց ցեղասպանությունը, ապա Թուրքիան դա կընկալի որպես Հնդկաստանի կողմից Իսրայելի հետ դաշնակցության շրջանակում արված քայլ Թուրքիային զսպելու համար։ Թուրքիան դա կընկալի որպես իր դեմ ուժային ռազմական դաշինք ձևավորելու փորձ։ So we should be ready to expect reaction from Turkey, but there's no need to be I would say worried or really. Մենք պետք է պատրաստ լինենք Թուրքիայի արձագանքին, բայց ես կասեի, անհանգստանալու, վախենալու կարիք չկա, քանի որ Թուրքիան այսպես թե այնպես Հնդկաստանի հակառակորդն է։ Եվ հաշվի առնելով Հնդկաստանի եւ Պակիստանի միջև հարաբերությունների զարգացումը, ես մեծ հնարավորություն չեմ տեսնում Հնդկաստանի եւ Թուրքիայի միջև երկկողմ կապերի առաջխաղացման համար։ Թուրքիան ապագայում աջակցելու է Պակիստանին, ու Հնդկաստանը ոչինչ չի կորցնի, ճանաչելով Հայոց ցեղասպանությունը։ Supporting Pakistan in the future, so I think there's no harm. I mean, if India recognizes Armenian genocide, you have nothing to lose, yes? Yes, yeah, we have nothing to lose, yeah. So a couple of seconds ago you mentioned about the Khalif. Վարկաներ առաջ Թուրքիայի խալիֆայական հավակնությունների մասին նշեցիք։ Հայաստանում մենք միշտ մտածում ենք, որ միակ երկիրն ենք, որ մտահոգված է այդ հավակնություններով, որ դրանք միայն մեզ, մեր տարածքին են սպառնում։ Հայաստանի ամբողջ տարածքը Թուրքիայի ենթակա Ադրբեջանը հռչակել է պատմական ադրբեջանական հող, բայց կարծես դուք նույնպես մտահոգություններ ունեք։ Խնդիրը Թուրքիայի դեռևս փափուկ ուժով ներխուժումն է Կենտրոնական Ասիա։ So, but seems like you have concerns as well. Should India have some concerns on sultanic invasions of Turkey, especially to Central Asia? Yes, I mean, these concerns are very real and I mean, they're not, I would say, illusory concerns. Այո, այդ մտահոգությունները շատ իրական են, եւ ես կասեի, դրանք պատրանքային իլյուզիոն մտահոգություններ չեն։ Նախ եւ առաջ թույլ տվեք նշել, որ Կենտրոնական Ասիայի թուրքական հողերի միավորման այս ամբողջ թուրքական երազանքը անմիջական ազդեցություն ունի Հայաստանի վրա, բայց նաեւ ազդում է Հնդկաստանի ազգային անվտանգության վրա, որովհետեւ Հարավային Ասիայում մենք ունենք մեծաթիվ իսլամադավան բնակչություն։ Turkish Muslims and Turkey origin rulers ruling this part of the world during the medieval times. In fact, Pakistan considers itself as the successor to the Mughal state. Ու նաև միջնադարում աշխարհի այս հատվածում իշխող թուրք մուսուլմանների եւ թուրքական ցակում ունեցող կառավարիչների պատմություն կա։ Իրականում Պակիստանը իրեն համարում է մոնղոլների իրավահաջորդը, իսկ մոնղոլների երակներում թուրքական արյուն կար, եւ այդ պատճառով էլ Թուրքիան ու Պակիստանը գտել են ընդհանուր եզրեր։ Թուրքիան նույնպես մեծ հոգեբանական կրոնական ազդեցություն ունի Հնդկաստանի իսլամադավան բնակչության վրա։ Այս իսլամական խնդիրը իրական անվտանգային մարտահրավեր է Հնդկաստանի համար, ներքին եւ արտաքին անվտանգության առումով միաժամանակ։ Եվ մենք վերջին, կասեի, մի քանի տարիների ընթացքում տեսել ենք մուսուլմանների շրջանում կրոնական արմատականացման աճ հսկայական չափերով։
Հինդուիստական ֆունդամենտալիզմը նույնպես ավելի նկատելի է դառնում, եւ դա ավելի է ընդգծում իսլամական ֆունդամենտալիզմի ինտենսիվությունը։ Եթե Թուրքիան ամրանա Կենտրոնական Ասիայում, ապա անշուշտ դա ավելի շատ տարածք կստեղծի Թուրքիայի համար Հնդկաստանում իր կրոնական փափուկ ուժի ազդեցությունը գործադրելու համար։ Եվ հաշվի առնելով, գիտեք, նրանց խալիֆայության երազանքները, դրանք լավ համընկնում են հնդիկ մուսուլմանների շրջանում կոշտ գծի կողմնակիցների նպատակների հետ։ Եվ անշուշտ դա անվտանգային մարտահրավեր է Հնդկաստանի համար։ It's a security challenge for India. So-called Zangezur corridor through Armenian territory. Even some experts from India այսպես կոչված Զանգեզուրի միջանցքը կամ Թրամփի ուղին Հայաստանի տարածքով, նույնիսկ Հնդկաստանից որոշ փորձագետներ նշում են, որ Հնդկաստանը նույնպես կարող է որոշակի օգուտներ ստանալ այդ նախագծից։ Թուրքական միջանցքը Հայաստանի տարածքով, որը նրանք պահանջել եւ մեծ ճնշում են գործադրել ստանալու համար, կարծում եք Հնդկաստանին ավելի շատ օգուտներ կտա, թե կդառնա ոչ միայն անվտանգության, ազգային անվտանգության խնդիր Հայաստանի, այլև Հնդկաստանի համար, հաշվի առնելով նաեւ այն, ինչը քիչ առաջ դուք նշեցիք։ National security problem for Armenia, but also for India, taking into account what you have just mentioned? Well, I have always been skeptical about the Zangezur corridor right from the beginning. I've been to Armenia like 3-4 times, and in various conferences, I have shared my thoughts that this corridor is something to be viewed with great caution. Ես միշտ կասկածամիտ եմ եղել այս Զանգեզուրի միջանցքի հարցում։ Սկզբից ի վեր ես եղել եմ Հայաստանում 3-4 անգամ եւ տարբեր կոնֆերանսներում ասել եմ, որ այս միջանցքը պետք է դիտարկել մեծ զգուշությամբ։ Այնուամենայնիվ Հայաստանի ներկա կառավարությունը իր ռազմական եւ տնտեսական կարողություններով այն վիճակում չէ, որ ապահովի արդյունավետ ռազմական հակազդեցություն Թուրքիային եւ Ադրբեջանին։ Հաշվի առնելով այս իրավիճակը, ինչպես նաեւ Ամերիկայի հետ կապերը, այս որոշումը պետք է կայացվեր եւ այդ գործընթացը, այս ամբողջ նախագիծը սկսվեց։ Հիմա կարծում եմ, որ ամերիկացիները պետք է շատ լուրջ եւ շատ զգոն դեր խաղան այստեղ, քանի որ անշուշտ Թուրքիան ունի հայտնի ծրագրեր, մենք դա գիտենք։ Եվ եթե ավելի ու ավելի շատ երկրներ ներգրավվեն այս միջանցքում, օրինակ Հնդկաստանը ներգրավի, գուցե Չինաստանը ներգրավի այս տարանցիկ ուղու օգտագործմանը, ամեն ինչ կարող է այլ կերպ դասավորվել։ Հայաստանի համար ավելի դրական հունով։ Քանի որ ավելի շատ միջազգային դիտորդներ կլինեն եւ դա կլինի զսպող գործոն այնպիսի երկրների համար, ինչպիսիք են Թուրքիան եւ Ադրբեջանը, իրենց աշխարհառազմավարական նկրտումները այս միջանցքով իրագործելու ճանապարհին։ Իսկապես դժվար է արտահայտել այս միջանցքից Հնդկաստանի համար բխող կոնկրետ եւ էական օգուտները, բայց անշուշտ Հնդկաստանը կորցնելու ոչինչ չունի։ Եվ քանի որ Հնդկաստանը դարձել է Հայաստանի համար ռազմավարական գործընկեր, Հնդկաստանը պետք է, կասեի, ունենա իր ներկայությունը, գուցե ռազմական, տնտեսական, հետախուզական ներկայությունն այս տարածաշրջանում, ինչը երկարաժամկետ հեռանկարում չափազանց օգտակար կլինի Հայաստանի համար։ Presence, maybe let's say through a military presence, economic presence, intelligence presence in this region, in the Zangezur corridor, that will be extremely beneficial to Armenia in the long run. Because with Turkey there, with Azerbaijan. Որովհետև Թուրքիայի, Ադրբեջանի միջոցով ես կարող եմ անշուշտ տեսնել Պակիստանի դերը, նաև այդ միջանցքում մոտ ապագայում։ Եվ ուր էլ որ գնա Պակիստանը, նրա հետևից երևում է հետքը, ահաբեկիչների, պրոքսի ուժերի, զինված համակարգերի, պարտիզանների։ Այսպիսով, կարծում եմ ավելի լավ կլինի, եթե Հնդկաստանը լինի այդ տարածաշրջանում, այդ միջանցքում։ Thank you very much, շնորհակալ եմ մեզ միանալու համար։ Thank you. Շնորհակալություն։ Thank you very much. Եվ այս թողարկման վերջին լուրը, Թուրքիայի կրթության նախարարության տեսուչները ստուգումներ են սկսել Ստամբուլի հայկական դպրոցներում եւ Պոլսիակոս թերթը գրում է. Տեսուչները դպրոցների տնօրինությանը հայտնել են, որ այլևս արգելվում է դպրոցներում ընդունել Հայաստանի քաղաքացի աշակերտներին, առաջարկվել է նրանց տեղափոխել թուրքական պետական դպրոցներ։ Դեռևս 2012-ին ընդունված կանոնակարգի համաձայն օտարերկրացի երեխաները հնարավորություն ունեին հյուր աշակերտի կարգավիճակով սովորել ազգային փոքրամասնությունների դպրոցներում, այսինքն Հայաստանի քաղաքացիները հայկական դպրոցներում, բայց առանց պետական դիպլոմ ստանալու իրավունքի։ Շուրջ 14 տարի ձգված այս պրակտիկայի հանկարծակի դադարեցման փորձը մտահոգություն է առաջացրել հայ համայնքում եւ իրավապաշտպանների շրջանում, որին մանրամասն կանդրադառնանք իրական Թուրքիայի հաջորդ թողարկումներում։ Դուք դիտում եք իրական Թուրքիա նախագիծը, շնորհակալ ենք ուշադրության համար։